Ողջույն։ Անի կենտրոնի Ժիրայր Սարգսյան գրադարան ստուդիայում զրույցների այս շարքը իրականացնում ենք Ալիք մեդիայի հետ համագործակցությամբ։ Շնորհակալություն Հակոբ Հովակիմյան հիշատակի հիմնադրամին մեզ աջակցելու համար։ Մեր այսօրվա հյուրը Վահրամ Աթանեսյանն է, արձակագիր, Հայաստանի առաջին գումարման և Լեռնային Ղարաբաղի մի քանի գումարումների ազգային ժողովի պատգամավոր։ Բարև ձեզ, պարոն Աթանեսյան, շնորհակալություն, որ Երևանից 200 կիլոմետր եկել եք և հյուրընկալվել եք։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Ես մտածում եմ, որ իրականության մեջ դուք պիտի ոչ թե 200 կիլոմետր հեռավորությունից գայիք, այլ գայիք 600 կիլոմետր հեռավորությունից, այնտեղ, որտեղ ծնվել եք, որտեղ աշխատել, որտեղ ապրել եք, և ուզում եմ մի անձնական հարցով սկսեմ, ում եք մեղավոր համարում, որ դուք հիմա տուն տեղ չունեք և ստիպված ապրում եք Երևանում։ Ինձ եմ մեղադրում։ Առաջին հերթին ինձ եմ մեղադրում։ Պիտի մնայիք։ Իհարկե, պիտի մնայինք, բայց ոչ այն իրավիճակում, որ ստեղծվել էր 2023 թվականի օգոստոսի 31-ից հետո։ Դա ինչ օր է։ Դա Արայք Հարությունյանի հրաժարականի փաստացի օրն է, երբ դիմադրության ճակատը, Արցախի դիմադրության ճակատը հայտարարություն տարածեց, որ Արայք Հարությունյանը հատել է վերջին կարմիր գիծը, և դա անհանդուրժելի է, իսկ իրականում Ասկերան էին այցելել ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը և մի քանի խմբակցությունների պատգամավորներ և փորձել էին Ասկերան-Աղդամ ճանապարհը փակած մարդկանց համոզել, որ պետք է բետոնասալիկները հեռացնեն, որպեսզի ռուսական խաղաղապահ ուժերի բեռնատարները մտնեն Աղդամի տարածք, այնտեղ իրականացվի բեռնաթափում բեռնում, և դուք հիշում եք այդ 40 տոննա մարդասիրական ալյուրի պատմությունը, այդ ալյուրը պետք է տեղափոխվի Ստեփանակերտ։ Փաստորեն այդ ակցիան վերագրվեց Արայք Հարությունյանին և օգոստոսի վերջին օրը ազգային ժողովում բուռն քննարկումներից հետո Արայք Հարությունյանը տեսագրությունները կան, ոչ պրոֆեսիոնալ տեսագրություններ, բայց ամեն դեպքում կան, դուրս է եկել մարդկանց բացատրելու, որ պետք է բացվի և Լաչինի ճանապարհը, և Աղդամի ճանապարհը, և պետք է Բաքվի հետ երկխոսությամբ քննարկվի հայ բնակչության Լեռնային Ղարաբաղում մնալու երաշխիքների, նրանց իրավունքների հարցը, և մարդիկ դեմ են արտահայտվել այդ քաղաքականությանը ու տեսագրությունը կա, նա ձեռքը թափ է տալիս և ասում է, որ ահա ես գնացի, դուք մտածեք հետագայի մասին, փաստորեն դա Արայք Հարությունյանի հրաժարականի պահն է, ֆիքսված հրաժարականի պահն է, ու հաջորդ օրն արդեն հանդես եկավ հայտարարությամբ, որ ինքը թողնում է Լեռնային Ղարաբաղի առաջնորդի կամ այսպես ասենք Արցախի նախագահի պաշտոնը։ Ես ինձ մեղավոր և մյուսներին մեղավոր եմ համարում, որովհետև մենք չենք կարողացել կամ չենք ցանկացել, իմ պարագայում չեմ կարողացել, այլոց պարագայում չեն ցանկացել կանգնել Արայք Հարությունյանի կողքին, ոչ թե որպես անձի, այլ որպես այդ պահի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ընտրված ներկայացուցիչ, այսպես ասենք, որպեսզի ինքը իրացնելով և իր սահմանադրական պարտքը և որպես հայ մարդ իր պարտավորվածությունը 120,000 բնակչի հանդեպ կարողանա մինչև էջ կատարել։ Մարդը զրկված է եղել իր լիազորությունները իրականացնելու հնարավորությունից։ Հիմա
տեսակետ կա, որ դա իր ցանկությունն էր։ Այդպես են ներկայացնում։ Ես որպես Արայք Հարությունյանի հետ 1999 թվականից շփումներ ունեցած անձնավորություն, ես չեմ կիսում այն տեսակետը, որ Արայք Հարությունյանը նախապատրաստել իր հրաժարականը եւ մնում եմ այն կայուն տեսակետի, որ նրան հրաժարական է պարտադրվել։ Նրան հրաժարական կարող են պարտադրել Հայաստանից հավանաբար կամ Արցախից, ով պիտի նրան կարողանար պարտադրել հրաժարական, սա է խնդիր, եւ նաեւ ասվում է, որ Արայք Հարությունյանը միջև այդ էլ 3 անգամ ցանկացել է հրաժարական տալ եւ մնացել է։ Գիտեք, կարելի է ամեն ինչ ասել։ Պես հի ժամանակներում ասում էին թուղթը չի կարմրում, թուղթը ամեն ինչ հանդուրժում է։ Հիմա կարող ենք ասել ինտերնետը չի կարմրում, չի վառվում, ֆայլերը չի անջատվում, ամեն ինչ կարելի է ասել, բայց գոյություն ունեն անառարկելի, անհերքելի պատմական փաստեր։ Արայք Հարությունյանի հրաժարականի պահանջ, քաղաքական պահանջ, ձևակերպվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ Այն օրը, երբ դեռ ռուսական խաղաղապահ ուժերը լիովին չէին մտել։ Ես ավելի ահավոր բան չեմ ասում, երբ դեռ Շուշիի մատուցներում զոհված մեր հարյուրավոր երեխաների մարմինները չէին տարհանվել։ Ճանապարհի երկու կողմերին էին այդ ժամանակ արդեն իր հրաժարականի հարց էր դրվում։ Ոչ թե հարց, այլ հրապարակային հայտարարություն։ Հրապարակային հայտարարություն, պատմություն, դարձանագրված բան, դա չես կարող ջնջել։ Ընդ որում այդ հրաժարականի քաղաքական պահանջը պետք է լիներ ազգային ժողովի 4 խմբակցության կողմից։ Հայ-ափխական դաշնակցություն, Արդարություն, Արցախի ժողովրդավարական կուսակցություն եւ Միասնական հայրենիք։ Վերջին պահին, երբ պետք է այդ հայտարարությունը արդեն հրապարակվել, Միասնական հայրենիքը իր ստորագրությունը ետ է կանչել։ Դա Սամվել Բաբայանի կուսակցությունն է։ Այո։ 9 պատգամավոր ունեցող, ասենք երկրորդ քաղաքական ուժը հետ է կանչել իր ստորագրությունը եւ փաստորեն այդ հայտարարությունը տարածվել է ՀՅԴ, Արդարություն եւ ԱԺԿ, Արցախի ժողովրդավարական կուսակցություն խմբակցությունների կողմից, ու այնտեղ քաղաքական առումով ինտրիգային ձևակերպում այն է, որ պետք է ստեղծվի իշխանության վերսահմանադրական մարմին։ Ու անալոգը 1992 թվականի Պաշտպանության պետական կոմիտեն։ Եվ այստեղ ինչպես ասեմ, դարձյալ ասեմ, ամենաինտրիգայինը նա է, որ եթե կար քաղաքական կառավարման համակարգի օպտիմալացման, այսպես մեղմ ասեմ, խնդիր, ապա ինչու այդ հարցը չի բարձրացվել 44-օրյա պատերազմի որևէ փուլում։ Դնում ենք, ասում ենք, այս իշխանության այս մարմինը կամ կառավարման այս համակարգը ոչ արդյունավետ է, փոխարինում ենք կառավարման այլ մարմնով, թող լինի ոչ թե վերսահմանադրական, ասենք հակասահմանադրական։ Միայն թե դա ծառայի բարի նպատակի։ Անալոգը, որ բերվում է Պաշտպանության պետական կոմիտեի հետ, զուտ ֆորմալ առումով կարող ենք ընդունել, որ դա այդպես է, որտեղ 1992 թվականին ոչ ոք չի սպասել, որ հակառակորդը մտնի Ստեփանակերտ կամ Լաչինի միջանցքը փակի, նոր Գերագույն խորհրդի լիազորությունները փոխադրել Պաշտպանության պետական կոմիտեին։ Ամեն ինչ արվել է, որպեսզի դա տեղի չունենա։ 92 թվականի օգոստոսին, երբ
իրավիճակը իրոք ծայրահեղ ողբերգական էր, հակառակորդը գտնում էր գրեթե Ստեփանագերտի մատուցներում, Մարտակերտի շրջանի տարածքի մոտ 90%-ը վերահսկողության տակ էր հակառակորդի, նույն իրավիճակն էր գրեթե Հադրութում, Ասկերանի ուղղությամբ նույնպես ճակատագրական այսպես էկզիստենցիալ իրավիճակ էր եւ ամենակարևորը որ հակառակորդը ամեն օր գրոհում էր Լաչինի միջանցքը։ Դուք ես համոզված եմ որ շատ լավ գիտեք որ Լաչինի միջանցքը ինչպես է պաշտպանվել։ Այո։ Նեղացել էր համարյա փակվում էր նորից։ Համարյա փակվում էր եւ եթե չլիներ Վանո Սիրադեղյանի կոշտ հրամանը, որ Հայաստանի ներքին գործերի զորքերն իրենց վրա վերցնում այդ պատասխանատվությունը։ Առաջին անգամ է ես նման բան լսում, գիտեք, Վանո Սիրադեղյանի անունը միշտ նշվել է Վազգեն Սարգսյանի անունը իր մահապարտների խմբով, Օգոստոսյան հայտնի այդ կոչը։ Ու մահապարտների արծիվ գումարտակի ծառայությունը իհարկե ոչ ոք չի կարող անտեսել կամ մոռացության մատնել, բայց Լաչինի միջանցքը պաշտպանել է Հայաստանի ներքին գործերի նախարարության հատուկ զորախումբը։ Միանշանակորեն սա հիմա քանի որ ներքին գործերի նախարար այդ փուլում Վանո Սիրադեղյանն է եղել, ես ասում եմ Վանո Սիրադեղյանի կոշտ միանշանակ եւ նույն մահապարտության սկզբունքով հրամանը որ Լաչինի միջանցքը չպետք է փակվի։ Իհարկե հաջակցությամբ, ինչպես ասում են, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի պաշտպանության բանակի ստորաբաժանումները եւ կամավորականները, ովքեր կյանքի ու մահվան երկընտրանքով Լաչինի միջանցքը բաց են պահել, չէ՞, չեք մոռացել, մենք հիշում ենք, որ օրեր կային, որ մենք չենք կարողանում այդ ճանապարհը անցնել, որտեղ անդադ հրետակոծության տակ էր եւ 92 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նրանք արդեն մոտենում էին Սարիբաբայի բարձունքներին, այդ բարձունքները վերահսկողության տակ առնելուց հետո այդ ճանապարհով երթևեկություն արդեն հնարավոր չէ, որտեղ ուղիղ արդեն հրաձգային զենքի նշանառության տակ էր։ Այս իրավիճակում Ստեփանագերտում իշխանության օրինական սահմանադրական, այսպես ասենք, թեև սահմանադրություն չկար, լիազորությունների վերապահումը Պաշտպանության պետական կոմիտեին հիմնականում հիմնավորապես արդարացված էր անկախ դա անձերից։ Ու ես իհարկե չեմ կարող պատմության առջև իմ խիղճը ծախել կամ մարել, եւ պետք է ասեմ, որ դա նաեւ եղել է ազնական ու քաղաքական մրցակցություն։ Բայց ի վերջո այդ որոշումը արդարացվել է այնքանով, որ 1992 թվականի սեպտեմբերի 26-ից 27-ից հետո իրավիճակի փոփոխություն է արձանագրվել։ Ինչու եմ ես ասում սեպտեմբերի 26, ու սեպտեմբերի 26-ը Չլդրանի գրավման օրն է։ Ադրբեջանը գրավել է Չլդրանը եւ կախվել է Խաչենի կամրջի վրա։ Այսինքն Մարտակերտի ամբողջ բանը Ստեփանագերտից պետք է անջատվեր։ Եվ հարձակումը կասեցվել է։ Խաչենի կամրջից, ասենք եթե այսպես ուղիղ նայենք 1.5-2 կիլոմետր հեռավորության վրա կասեցվել է հարձակումը։ Եվ ինքնապաշտպանության ուժերի եւ տեղական աշխարհազորի նվիրվածությամբ, բայց ավելի շատ ես կարծում եմ դա քաղաքական, աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունք էր, որովհետեւ նույն օրը սեպտեմբերի 26-ի Միացյալ Նահանգների կոնգրեսը ընդունել է ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որը առ այսօր մնում է միակ միջազգային փաստաթուղթը, որտեղ Ադրբեջանը ճանաչված է ագրեսոր։ Չէ, որոշումը շատ հստակ է, որ Ադրբեջանը չի կարող ունենալ Միացյալ Նահանգների կառավարության աջակցությունը, քանի դեռ Հայաստանի շրջափակումը չի վերացվել եւ չի դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ ագրեսիա։ Պարոն Աթանեսյան, դուք մի պատմություն եք հիմա պատմում այսօրվանից անցյալից եւ այստեղ չկա այն հիմնական մեղավորն ու պատասխանատուն, որի վրա հիմա բոլոր սլաքներն ուղղված են, դա այսօրվա Հայաստանի ղեկավարն է եւ նրա քաղաքական թիմն է։ Չկա նրանց պատասխանատվությունը, որ դուք այսօր Արցախում չեք ապրում։ Անկեղծորեն ասեմ, որ ես Հայաստանի իշխանությանը քննադատելու որևէ կաշկանդվածություն չունեմ։ Որ ձեւ առնչված չեմ։ Իսկ կարող է կաշկանդել, որպեսզի այս կամ այն գնահատական հնչեցնեմ։ Հայաստանի կառավարության 3 իմ կարծիքով 3 որոշում ադեկվատ չէր։ Իրավիճակին ադեկվատ չէր։ Առաջին հերթին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումներ։ Քաղաքական առումով դա արդարացված չէ։ Իրավական առումով ընդհանրապես նոնսենս։ Նոնսենս է, որովհետև Ադրբեջան չի արձակվել Հայաստանի Հանրապետության դեմ։ Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել միջազգայինորեն ճանաչված իր տարածքում։ Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսակետից բոլոր հիմքերն ուներ Լեռնային Ղարաբաղում տեղաբաշխված հայկական բոլոր զորամիավորումները ճանաչելու ոչ օրինական եւ եթե նա ռազմական գործողություններ է սկսել եւ Հայաստանի կառավարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական դրություն ու մասնակի զորահավաք, նշանակում է իրավական առումով այդ պատերազմի պատասխանատվությունը վերցնել իր վրա, այսինքն այդպես էլ եղել է միշտ։ Այդպես էլ եղել է։ Այդպես չի եղել։ Այդպես չի եղել 1992-94 թվականներին Հայաստանը փաստացի պատերազմ է մղել Ադրբեջանի դեմ։ Պատերազմ եղել է փաստացի Հայաստանի եւ Ադրբեջանի պատերազմ։ Բայց իրավական առումով Հայաստան Հանրապետությունը իր տարածքում 1 րոպե ռազմական դրություն չի հայտարարել։ Իրականացրել է զորահավաք, օգնել է, ամեն ինչով օգնել է, ոչ թե օգնել է։ Ամեն ինչ այլ ապահովել է։ Ապահովել է, այո։ Ապահովել է ամեն ինչով։ Քաղաքական աջակցությունից սկսած սպառազինությունների մատակարարում, բարենի մատակարարում, էլեկտրաէներգիայի մատակարարում, երբ ես ասում եմ, որ Հայաստանը այդ պատերազմին տվել է ամեն ինչ, արժանանում եմ քննադատության, որ իբր ես անտեսում եմ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ու պաշտպանության բանակի ծառայությունը։ Ոչ, ինքնապաշտպանության բանակը, ինքնապաշտպանության ուժերը 1 ժամ չէին կարող գործել, 1 ժամ չէին կարող գործել, դա մատակարարումներ դադարել։ Ես հիշում եմ, ընդհանրապես բոլոր նորմալ մարդիկ պետք է հիշեն, ես հիմա մի այսպես լիրիկական տերմին եմ օգտագործել, թե մարդիկ մենք Ստեփանակերտում եւ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակավայրերում ինչ անցկությամբ էինք սպասում, թե երբ է Երևանից ուղղաթիռ իջնելու։ Դուրս դա մի 8 ուղղաթիռ էր, որ կարող էր բորտ վերցնել ոչ ավելի քան 3 տոննա բեռ։ Ոչ ավելի քան 3 տոննա բեռ։ Այդ բեռը կարող էր լինել բենզին, այդ պահին ամենաանհրաժեշտը։ Այդ բեռը կարող էր շաքար։ Եվ երեխաների համար կոնֆետ։ Այս բանի այո ստրուկտուրայի դիսոնանսով Հայաստանը 2 եւ 2.5 տարի, մոտ 3 տարի Ադրբեջանի դեմ պատերազմ է մղել։ Բայց Հայաստանը երբեք իրավական պատասխանատվության տակ չի մտել, որ դա իր պատերազմն է։ Այս անգամ մտավ։ Այս անգամ մտավ եւ դա առաջին կոպիտ վրիպումն է, ես չեմ կարող ասել, թե դա ինչ-որ հատուկ է արվել։ Ուղղակի անփութություն է, սխալ հաշվարկ է։ Կամ սխալ հաշվարկել կամ էյֆորիա էր, որ հնարավոր է որ Հայաստանը այս պատերազմը հաղթի, ապա ինչու հաղթանակի դափները
անցնի օրինակ ասենք Ղարաբաղին կամ չգիտեմ Պողոս Պողոսյանին։ Երկրորդ սխալը։ Կոպիտ սխալ։ Երկրորդ սխալը։ Երկրորդ կոպիտ սխալը նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, Եռակոմ հայտարարությունից հետո Հայաստան պետք է հայտարարեր օֆիցիալ, ես կարծում եմ ազգային ժողովի մակարդակով, ոչ թե վարչապետի, որտեղ խորհրդարանական կառավարման երկիր է, ասենք քաղաքական էական կարևոր հայտարարությունը պետք է լիներ ազգային ժողովի մակարդակով, որ Հայաստանի Հանրապետությունը չի հանդիսանում Լեռնային Ղարաբաղի 140 կամ 150 կամ չգիտեմ 129 խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորը։ Այլևս չի հանդիսանում։ Իսկ ով է հանդիսանում, ռուսները։ Ովքեր ստորագրել են։ Ովքեր ստորագրել են։ Ով ստորագրել է հրամանագիր, իսկ դա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է։ Նոյեմբերի 10-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի տարածք ռուսական խաղաղապահ զորախումբ մտցնելու մասին։ Այդ հրամանագիրը հիմա Կրեմլի պաշտոնական կայքում կախված է։ Կարելի է վերցնել եւ կարդալ, թե ինչ է դա։ Եվ եթե ինքը չի ստանձնում պատասխանատվությունը, ապա ինչու հրամանագիր է ստորագրում։ Եվ այդ հրամանագիրը իմիջիայլոց, որի ոչ ոք ուշադրություն չի դարձնում կամ գոնե ես չեմ տեսնում որ ուշադրություն դարձնեն, Ռուսաստանի սենատը Դաշնային ժողովը հաստատել է այդ հրամանագիրը։ Դա նշանակում է ռուսական զինված ուժերի արտերկրում ներկայության օրինականության մասին ռատիֆիկացիա։ Իսկ այդ պահին Հայաստանի ազգային ժողովը պետք է հայտարարեր, որ հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության, Դաշնային ժողովի այսինչ որոշումը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այսինչ հրամանագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրությանը ծանուցում է, որ չի հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության երաշխավորը, առանց որևէ կարգավիճակի բանի մասին խոսելու, ասենք այս իրավասությունը արդեն իսկ պատկանում է կամ իր ձեռքն է վերցրել Ռուսաստանի Դաշնությունը, եւ դա կլիներ հասցեագրում։ Պատասխանատվության հասցեագրում, այսինքն այսօր մայիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը չէր կարող Երևանում հայտարարել, որ եթե Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս, մենք ինչ անեինք։ Իսկ այդ քաղաքական հայտարարությունը, որ Հայաստան պետք է աներ, ոչ կարգավիճակի մասին, ես նորից եմ ասում, ոչ մի խոսք Մինսկի խմբի մասին, այդ պահին չպետք է լիներ։ Բայց պետք է Հայաստանի Հանրապետությունը ազգային ժողովի մակարդակով հայտարարել, որ մենք այլևս Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության երաշխավորը չենք։ Եվ երրորդ։ Եվ երրորդ ու ես կարծում եմ ամենաճակատագրական դերացումը սխալը նա էր, որ Հայաստանի իշխանությունը եւ Ստեփանակերտի իշխանությունը, այսպես ասեմ, չկարողացան պահել հարաբերությունների այն կոնֆիդենցիալությունը, որ տիրում էր առաջին պատերազմի ժամանակ։ Ավելի պարզ դա ինչ է։ Ավելի պարզ նա որ ոչ ոք չէր կարող Ստեփանակերտում Ռոբերտ Քոչարյանին մեղադրել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումների համար։ Այսինքն մենք սկսեցինք մեղադրել, որ Արայիկ Հարությունյանը հանդիպում է Նիկոլ Փաշինյանին։ Այո, ոչ թե սկսեցինք մեղադրել 2021 թվականի մայիսին Արցախի ազգային ժողովը ընդունել է հայտարարություն, որով նախագահին արգելել է մասնակցություն ունենալ, միջամտել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Սա նոնսենս։ Նման բան չի եղել երբեք։ Ով կարող էր Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ազնական
եւ քաղաքական համագործակցության համար։ Շու, նման բան չի եղել։ Նու իհարկե ժամանակները տարբեր են, ժամանակ ինտերնետ չկար, Facebook չկար եւ այլն, բայց ես կարծում եմ, որ եթե լիներ այսպես վերադաս պայմանավորվածություն, այդ վերադաս պայմանավորվածությունը չէր խախտվի։ Դե մենք ականատես ենք եղել բացարձակ անհեթեթությունների, երբ ասենք Նիկոլ Փաշինյան, Արայք Հարությունյան հանդիպումից հետո մամուլ է սպրդում այնպիսի տեղեկություն, որ գաղտնապահական է գոնե։ մեծ մասով հավանական է թվում, հավանական է, բայց որը չպետք է հայտնվի։ Հաշվի առնելով մակարդակը։ Չէ, Հայաստանի վարչապետ, Ղարաբաղի նախագահ կամ Ղարաբաղի պատասխանատու, լավ, ինչ կարգավիճակ ուզում ենք տանք այդ մարդուն։ Բայց այդ մարդկանց տետ-ա-տետ հանդիպումից երբ տեղեկատվական արտահոսք է լինում, սա արդեն խնդիր է։ Ում է ձեռնտու եղել, ով է կազմակերպել այդ տեղեկատվական արտահոսքը, ինչու, ինչ նպատակով։ Եվ որևէ անգամ օրինակ այդ նման հարցեր չքննարկվեցին, թե լավ, Հայաստանը դե ֆակտո կորցրեց Արցախի նկատմամբ վերահսկողությունը եւ ինչպես քիչ առաջ ասացի, այլևս չէր կարող լինել խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր, բայց Հայաստան պետք է լիներ, պետք է մնար Ստեփանակերտի քաղաքական որոշումների ուղղորդող գոնե։ Իսկ մենք ինչի ենք ականատես։ Մենք ականատես եղանք կտրուկ դիսոնանսի։ Երբ Երևանը մի տեսակետ է ձևակերպում, այդ տեսակետը Ստեփանակերտը բացարձակապես մերժում է Եվ կոշտ բառապաշարով շատ։ Ոչ միայն կոշտ, այլև ավելացնեմ, որ իրավիճակի հանդեպ ամեղսունակ, ոչ ադեկվատ ընկալման բանով, մակարդակով։ Եվ այդ որոշումների կայացմանը մասնակցում է ազգային ժողովի հարաբերական մեծամասնությունը, Ազատ հայերենի ՔՄԴ դաշինքը, որ գտնվում է Արայք Հարությունյանի վերահսկողության տակ, կամ պետք է գտնվի։ Որտեղ դա իր դաշինքն է, ինքը այդ դաշինքով է 20 թվականին մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ հանկարծ այդ դաշինքը ընտրում է ավելի ծայրահեղական, նույն ծայրահեղական չասեմ, թող այդ բառի համարները, առավելապես ոչ իրատեսական, այո։ Քան ասենք հայ-հեղափոխական դաշնակցություն, հայ-հեղափոխական դաշնակցության Արցախի խորհրդարանական ֆրակցիան։ Ու այս իրավիճակի անկառավարելիությունը, քաղաքական անկառավարելիությունը հանգեցնում է նրան, որ ի վերջո Արայք Հարությունյանին կաբինետից իջեցնում են հրապարակ, վրան։ Եվ նույն օրը մեռնում է Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի սուբյեկտությունը նույն օրը մեռնում է, երբ այդ իշխանությունը ներկայացնող անձը այդ իշխանության ստանդարտը, ատրիբուտիկան թողնում է մենակ եւ ինքը իջնում է վրան։ Լավ, այս տեսագրությունը ով մենակ մենք չենք նայում։ Այս տեսագրությունը նայում են Բաքվում, Մոսկվայում, Փարիզում, Վաշինգտոնում, Բրյուսելում, Թեհրանում, Ստամբուլում, Անկարայում, որտեղ որ պետք է։ Եվ ասում են վերջ։ Սա մեռավ արդեն։ Որտեղ թե նախագահը հնարավորություն ունի իր կաբինետում կամ իր աշխատանքային խորհրդակցների սրահում բոլորին հավաքել մի կլոր սեղանի շուրջ եւ շատ կոշտ ձևակերպել, որ խնդիրը սա է։ Մենք կամ մնում ենք, կամ չենք մնում։ Այլ իջնում է հրապարակ վրան։ Պատմությունը մեզ արժև դրել է այսպիսի մարտահրավեր։ Ես այս պահին նույնն եմ, ինչ որ Արամ Փաշա Մանուկյանը Վանում։ Ռուսական զորախումբը մեր անվտանգության երաշխավորը չէ, որևէ հարցի չի միջամտելու, որևէ կապի միջոց մեզ չի տրամադրելու։ Ինչ ենք ընտրում։ Մենք գնում ենք Բաքվի հետ։ Մեր այստեղ մնալու պայմանները քննարկենք։
թե պետք է մենք թողնենք ու հեռանանք, եթե պետք է թողնենք ու հեռանանք, ապա եկեք քննարկենք Բաքվի հետ քննարկենք թողնելու հեռանալու պայմանները, ցիվիլ պայմանները։ Պարոն Աթանասյան, այստեղ ուզում եմ դադար տանք, հենց այդպես էլ եղել է վերջին ողբերգական արհավիրքը, երբ որ արդեն դա տեղի ունեցել Եվլախում։ Սրա մասին մենք կանդրադառնանք, բայց ուզում եմ այս հաղորդումը այստեղ կանգ առնենք, ձեզ շնորհակալություն հայտնեմ եւ մեր հաջորդ քննարկմանը ես ուզում եմ վերադառնանք շարժման սկզբին, ավելի ճիշտ նախքան շարժումը։ Շնորհակալություն այս հարցազրույցի համար, հիշեցնեմ զրուցում էի Վահրամ Աթանասյանի հետ, իսկ ձեզ հարգելի հետևողներ խնդրում եմ ուրեմն հավանեք մեր այս հաղորդումը, տարածեք, մեկնաբանեք, որ ավելի ու ավելի շատ մարդիկ իմանան։ Ստեղծություն։